բանկերի մեկնաբանությունները իհարկե հիմնավոր չի, անտրամաբանական է, գուցե եւ ոչ խելամիտ, իսկ դրա պատասխանատուն արդեն կենտրոնական բանկն էր, որ պետք է համակարգեր, դե հիմա դուք էլ եք տեսնում հարգելի լրագրողներ, կենտրոնական բանկը պետք է աշխատեց, պետք է հաշվետվողականություն ունենա, պետք է թափանցիկություն ունենա, պետք է ոչ թե մենք գնանք սենյակներում ինչ-որ քննարկումներ անենք, որոնք մնան անհետևանք, իրանք պետք է թափանցիկ կերպով ինչպես են աշխատում։ Մենք նախորդ անգամ ասեցինք, թող գան լրատվամիջոցների ներկայությամբ պատասխանեն մեր հարցերին, իրենք թափանցիկություն պետք է ունենան եւ այս հարցերին պատասխանելով իրանք կկարողանան իրենց պարտավորությունները գոնե այդքանով կատարել, ինչը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ֆինանսական իրավունքների պաշտպանությունն է, ինչը իրանց գործառույթների տիրույթում է եւ եթե չեն անում, ուրեմն գլխավոր դատախազությունը այստեղ արդեն անելիքներ ունի։ Սա անգործություն է, ասեմ, օրենքով նախատեսված կարգով, ինչ են անում անգործության դեպքում, պետք է սա անի գլխավոր դատախազությունը։ Եվ ես տեղեկացնեմ, որ այստեղից մենք շարժվելու ենք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որովհետև այդ լռությունն էլ մեզ դուր չի գալի։ Պարտադիր չի, որ քաղաքացին գնա իրանց դուռը, դիմի իրանց, չէ՞ որ մենք պնդում ենք եւ իրականությունը այդպես է։ Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել թալան, Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել զանգվածային հանցագործություններ, քաղաքացիների իրավունքները խախտված են, խախտվում են ամեն քայլափոխի բանկերում, հա։ Այստեղ ելնելով նախորդ ակցիայից, ելնելով հրապարակումներից արդեն բացարձակապես էլ պարտադիր չէր, որ քաղաքացիները գնային մարդու իրավունքների պաշտպանի դուռը, բայց այսօր ես խոստանում եմ, որ մենք անպայման պետք է գնանք։ Իրենք պետք է իրանց միջոցներով նախաձեռնեին հանդիպում, քննարկում կենտրոնական բանկի բարձրաստիճան պաշտոնյա